Խելքի բլից։ Բարև, այսօր մեր հյուրերը տաղավար ճամպրուկներով են եկել, բայց դրանց մեջ ոչ թե ծովափնյա իրեր են, այլ արխիվացված գիտելիք ու հիշողության պայուսակներ։ Արևապաշտպանի փոխարեն էլ ընտրել են մոռացկոտության դեմ քսուկ։ Իսկ հիմա կստուգենք ում ճամպրուկն է ամենածանրը։ Մարիաննա Գալստյան, 30 մոռացեք տարիքը, մասնագիտությամբ լրագրող է, ունի ճամփորդական բլոգ, հասցրել է լինել գրեթե 30 երկրում։ Իր բլոգում էլ կիսվում է փորձով, փորձում մարդկանց համար գտնել էժան տոմսեր, առաջարկել լավ հյուրանոցներ եւ օգնել, որպեսզի ինքնուրույն կազմակերպեն իրենց ճամփորդությունները։ 7 տարի հաճախել է բալետի, բայց հիմա ինչպես ինքն է ասում, ալարկոտ է եւ դրա համար էլ յուրաքանչյուր բանի համար փորձում է գտնել հեշտ լուծումներ։ Մարիսկ ճամփորդությունները չեն օգնում, որպեսզի ալարկոտությունը թաղթահարես։ Բացարձակ։ Ավելի է խորացնում։ Չէ, ուղղակի դա ալարկոտության հետ կապ չունի, երբ որ ճամփորդում ես։ Դե մի տեղից մյուսը գնալ, ինչ որ բաներ կազմակերպել, էլի գործողություններ են։ Գործողություններ են, որը հաճելի են, աշխատանք չեն։ Կարևորը դա է։ Այո, իհարկե։ Եվ հենց նաև դրա պատճառով է հավանաբար, որ փորձել ես այդ հաճելի զբաղմունքը դարձնել նաև միջոց, որով կարող ես եկամուտ ստանալ։ Այդքան էլ աշխատանք չի ինձ համար, բլոգը ավելի շատ իմ զբաղմունքն է, հոբին է։ Ես իսկապես փորձում եմ հետաքրքիր խորհուրդներով ինչ որ մի բանով օգնել մարդկանց, որովհետև անպայման չի շատ գումար ունենալ, վստահեցնում եմ լավ ճամփորդելու համար եւ փորձում եմ այդ ամեն ինչը պատմել բոլորին, որպեսզի բոլորն էլ կարողանան օգտվել այս լավ հնարավորություններից, որ հիմա կա մեր երկրում։ Իսկ ինտելեկտուալ խաղերի մասին ինչ կասես, սիրում ես, երբևէ մասնակցել ես։ Երբեք չեմ մասնակցել, սա իմ առաջին փորձն է, հուսով եմ լավ կխայտառակվեմ, որովհետև հեռուստացույցով իրականում շատ հեշտ է ինտելեկտուալ խաղերը թվում, ես գրեթե բոլոր հաղորդումները ինտելեկտուալ նայում եմ, պատասխանում եմ, բայց վստահ եմ տաղավարում շատ ավելի դժվար է դա։ Այո, process-ի մեջ դժվար է։ Այնպես որ քննադատելը, այո, կողքից նայելը շատ ավելի հեշտ է։ Ծանոթանանք մյուս մասնակցի հետ, ում հետ այսօր դու խաղալու ես, Մարիաննա, Լուսինե Մոմջյան, տարիքը կարևոր չի։ Մասնագիտությամբ բիզնեսի կազմակերպման եւ մարքեթինգի մասնագետ, բայց ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի աշխատել այդ մասնագիտությամբ։ Հետաքրքիր ինֆորմացիա Լուսինեի մասին, հագուստի վրայից սպիտակները հատուկ չի հանում եւ սովորաբար դրա պատճառով երբեմն հայտնվում է անհարմար իրավիճակներում։ Լուսինե, պատմիր մեզ այդ անհարմար իրավիճակների մասին։ Ընդհանրապես եթերային չեն այդ իրավիճակները, դրա համար եկեք խուսափենք դրանից։ Բայց Մարիաննայի մասին բացահայտումներ իմ համար հետաքրքիր 7 տարվա բալետը, այո։ Դուք միասին մենք միասին արդեն 7 տարի է։ Հա, աշխատում եք։ Գնումներ 7։ Բոլոր 7-երը։ Աշխատում ենք եւ ես այսօր հենց նոր իմացա, որ նա 7 տարի հաճախել է բալետի։ Դու իհարկե շատ հմտորեն շրջանցեցիր իմ հարցը, բայց ես սպիտակներին վերադառնամ եւ գոնե տեղեկանանք, թե ինչու է այդ սովորությունը ձևավորվել քո մեջ։ Ես չգիտեմ ինչի է ձևավորվել, բայց այդ արդեն պարբերաբար կրկնվող մի բան է իմ կյանքում, ես արդեն համակերպվել եմ, որ հատուկ ես անում։ Ոչ, պատահաբար, տենց ասում եմ, լավ, դե կհանեմ, այն հետոյի շարքից է, էլի։ Ու հետո էլ չես հանում։ Հետո էլ չի, այո, դուրս գալիս է պիտակը շորից, հետեւաբար խայտարակություններ։ Միշտ նոր շոր ունես, էլի պիտակը վրա։ Հա, ինչ մեղսակցում, այո։ Հասկացա, իսկ ինտելեկտուալ խաղեր սիրում ես, մասնակցել ես։ Ինտելեկտուալ խաղերի երբեք չեմ մասնակցել, առաջին անգամ է եւ հույս ունեմ, ինչպես Մարիաննան նաեւ ես լավ խայտարակվել այսօր։ Պատրաստ եմ դրան, այդ տրամադրությամբ ենք, այո։ Եվ մարտահրավեր է, էլի, իրականում տեսնենք ով ինչ կհիշի, թեկուզ դպրոցական տարիքից կամ համալսարանում գուցե ինչ-որ բաներ անցած լինեք նշված արդեն լարում ամցնում դպրոցը, համալսարանը, քննություն, բան։ Չի եկել ենք լավ տրամադրության հիշում ոչ մի բան։ Առաջարկում եմ խայտարակվել։ Ոչ մի խնդիր, այստեղ։ Խայտարակվելու համար բացատրեմ մեր խաղի կանոնները, ունենալու ենք 3 փուլ։ Առաջին փուլի ոլորտն ընտրելու համար հնչեցնելու է 1 տրամաբանական հարց։ Ով առաջինը կռայեց հարցի պատասխանը, նա էլ կընտրի ոլորտը։ Առաջին փուլում պատասխանները հնչեցնելու համար սեղմելու եք ձեր առջև դրված կապույտ կոճակները, սակայն տրամաբանական հարցին պատասխանելու համար դա պետք չէ անել, պարզապես պետք է հստակ իմանալ պատասխանը եւ արագ կռահել, իսկ եթե չեք կռահում, ընտրում ենք չինգաչունգի տարբերակը։ Եկեք միանգամից չինգաչունգ։ Բայց լավ, եկեք ամեն դեպքում փորձենք ուժերը, գուցե ստացվի։ Պատրաստ եք։ Իհարկե, միշտ։ Գնացինք։
Ուշադրություն։ Ամերիկյան սերիալում կոլումբացի տղան իր կենսաբանական հորը համեմատում էր հայտնի հերոսի հետ։ Տղայի խորթ հայրը հեգնանքով ասում էր. «Քո հոր եւ նրա միակ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ կարծես այս մոլորակից չեն եւ Միացյալ Նահանգներում հայտնվել են անլեգալ ճանապարհով»։ Նշեք, թե որ կինոհերոսի հետ էր համեմատում իր հորը այդ տղան։ Վատա ամեն ինչ էլի։ Երեխեք, բայց չեք ուզում անգամ գրահել։ Հա, տեսեք, իր հոր մասին ասում էր, որ Ես այնս սկզբի թելը կորցրեցի։ իր հոր մասին ասում էր, որ կարծես այս մոլորակից չլինի։ Այլ մոլորակայինը առաջինով։ Ինչ հայտնի հերոս կա կինոաշխարհում, որը եւս երկիր մոլորակից չէր, այլ մոլորակից էր եկել։ Ճիչը։ Փոքրիկ իշխանը։ Ոչ։ Չունենք պատասխան։ Ո մի վարքան ասեմ։ Ստիչն է, ստիչը։ Ստիչը։ Չէ։ Մի վարքան հերոս, Կինոհերոս։ որը եկել էր այլ Ուրիշ մոլորակից, մոլորակից։ Մարսիանին։ Ոչ։ Չէ։ Պատասխանը ասում եմ։ Սուպերմենը։ Չէ իմանալու։ Ես Սուպերմեն։ Իմը Ստիչն է։ չեմ նայել, ազնիվ խոսք։ Չեք նայել, հասկացա։ Լավ, եկեք չինկաչուն կանենք։ Միակ հերոսներից պիու։ Spider-Man, հա։ Լավ, տեսնենք այստեղ ինչպես կլինի արդյունքը։ Ես Վերջ հաղթեց Մարիաննան։ Խաղի ելքը սկզբում որոշում է Մարիաննան։ Խայտարակվել է, էլի։ Բայց սպասիր, տեսնենք Մարիաննան կարող է այս փուլը որոշումը ամեն դեպքում կրել քեզ։ Մարիաննա, ընտրիր։ Ես որպես ճանապարհորդ եւ աշխարհի շատ թանգարաններում եղած Ինչ է, այսինքն։ ընտրում եմ արվեստի շնչով։ Արվեստի շնչով։ Այո։ Գոհես Լուսինե։ Մի հիանալի ընտրություն։ Իսկապես։ Այո։ Իսկ դու սիրում ես արվեստ, հետաքրքրված ես որևէ ճյուղով։ Շատ իրակ։ Որ ճյուղով։ Այո, բալետով։ Դու էլ ես 7 տարի բալետի գնացել, հասկացա։ Ցավոք ոչ, Մի ցավոք խառնվի։ ոչ, դա իմ համար երազանք է եղել եւ մնում է։ Բայց իրականում Եվ չի իրականանա Դե արդեն ցավոք։ Բայց իմ սերը արտահայտվում է հետաքրքրվելով բալետով։ Սկսում ենք առաջին փուլը, ոլորտն է արվեստի շնչով։ Ուշադրություն։ Այստեղ արդեն կապույտ կոճակները պետք է սեղմեք։ Սպասեք, որ ես հնչեցնեմ մարդու անունը եւ ում անունը տամ, նա էլ պատասխանի, բայց այս ամենը պետք է անենք շատ արագ։ Okay. Ուշադրություն։ Ֆրանսիացի որ քանդակագործն է ստեղծել մտածողը քանդակը։ Ռոդեն։ Այո, ճիշտ է։ Արվեստի որ ուղղության ներկայացուցիչ էր իսպանացի գեղանկարիչ Սալվադոր Դալին։ Մարիաննա։ Սպասի։ Իմպրեսիոնիստ։ Ոչ։ Բայց գիտեմ։ Լուսինե։ Հիմա Լուսինեն է Չէ, պատասխանում։ Լուսինեն պատասխան չունի, թող Մարիաննա պատասխանի։ Արդեն ուշ է Մարիաննայի համար, նա պատասխանել եւ սխալ է ստացվել։ Կարող եմ հուշել։ Չէ։ Մի բան ասա։ Նկարիչ։ Կարիչ։ Նկարիչ։ Կարիչ եմ լսում։ Չէ, պետք է ուղղություն, արվեստի ուղղություն, այսինքն ոչ ասենք, ինչ ոճով է ստեղծագործել։ Սյուրռեալիզմ։ Այո, ճիշտ է։ Մարիաննա։ Մեկ միավորը Մարիաննայի շնորհիվ տալիս ենք Լուսինեին։ Իտալացի որ կոմպոզիտորն է 4 եղանակներ ստեղծագործության հեղինակը Մարիաննան է առաջինը սեղմել։ Վիվալդի։ Հազիվ մի բան Ճիշտ է։ Իտալիայի որ քաղաքում է գտնվում Միքելանջելոյի Դավիթ արձանը Մարիաննա։ Ֆլորենս։ Ճիշտ է, Ֆլորենցիա։ Երկրորդը գիտեի։ Լուս մի քիչ արագ։ Լավ։ Որ երկրում է ծնվել աշխարհահռչակ կոմպոզիտոր Մոցարտը։ Գերմանիա, Ավստրիա։ Արդեն չենք կարող։ Ոյ Ավստրիա ճիշտ է Ես կասեմ։ Լուսինե, խնդրում, արագ պատասխանիր, գոնե Ավստրիան հասցնեիր դու ասեիր։ Բայց ես ճիշտ եմ պատասխանել։ Դե լավ, հաշվում ենք, բայց պետք է մեկ անգամից գուշակել, թե չէ բոլոր երկրները։ Չէ, նայեք, ասացի Գերմանիա, Լավ, բայց Գերմանիան չեմ գիտեի, լսել։ որ Բայց ես Ավստրիան է։ Ավստրիան նկատի ունեի։ Ես այդքան արագ չէի փոխի պատասխանը։ Հա, լավ, ես հասկացա։ Ուշադրություն, հնակից է Մարիաննան։ Դե ոչինչ, ես մեկ-մեկ բարի եմ։ Ով է Աստղալից գիշեր կտավի հեղինակը։ Վան Գոգ։ Ճիշտ է։ Որ կոմպոզիտորն է գրել Լուսնի սոնատ ստեղծագործությունը։ Բեթհովեն։ Ճիշտ է։ Լուս չես Լավ, հասցնում։ սա չեմ սեղ։ Տեսնում ենք քեզ։ Ուշադրություն։ Որ երկրում են ծնվել կոմպոզիտորներ Բեթհովենը եւ Բախը։ Դե ասա, չգիտեմ։ Գերմանիա։ Ճիշտ է։ Մարիաննա, բրավո իսկապես։ Որ դարաշրջանին է պատկանում Բախը։
Պետք է ոճը եւ դարաշրջանը կամ Ինչ ոճով էր ստեղ դարաշրջանը։ Դե դասական Դարաշրջանը ինչպես էր կոչվում։ միջնադար երևի։ Չէ, այդքան պրիմիտիվ չէր պատասխանը լինի։ Դարաշրջան։ Լավ, դարաշրջանը ասա։ 15 երևի 16։ Ոչ։ Ներքև 14 18 ասա։ Չէ, 14 եմ ուզում ասեմ։ Չէ, Չի 17։ Թող Լուսինեն պատասխանի։ Որտեվ ավելի վերև էր ինձ թվում է։ Լուս ասա։ 14։ Չէ, 17-18-ներ, ճիշտ է, եւ դարաշրջանը կոչվում էր բարոկո։ Ռոկո բարոկ։ Եվ վերջին հարցը, որ դարաշրջանին է պատկանում Միքելանջելոն։ 14-15 երևի, չգիտեմ։ Հիմա որը։ Հա, կամ 14 կամ 15։ 10 Եվ հիշեք ինչ դարաշրջան էր այդ ժամանակ, ինչպեսի դա։ Վերածնունդ է։ Այո, ճիշտ է, վերջ։ Վերջացավ։ Պետք է 16-ն է։ Այո, ճիշտ է, վերածնունդ։ Բրավո։ Տպավորությունները։ Իդեալական, չէ՞։ Ֆանտաստիկ։ Չէիր հասցնում, չէ՞, շատ Մարիանայի արագության տակ շատ։ Այո, ես քանի որ դանդաղ տեմպի վրա եմ առհասարակ։ Սխալ խաղի է, էլի եկել։ Ու Ես քանի որ սկզբում սկզբում ասել էի, որ ալարկոտեմ, փորձեցի հակառակը ապաց։ իսկ ես շատ թեմայի մեջ եմ, ոնց ասել եմ, տենց անում եմ։ Իսկ որ հարցներ, որ չգիտեի կամ հետո հիշեցիք, խառնեցիք լուս, հատկապես դու կարաս հիշես, Հա, որն էր։ Միքելանջելոյի հարցը։ Գիտեիր, բայց հա Գիտեի, բայց այն որ ցած ուզում ես կենտրոնանաս մի բանի վրա եւ այնքան ես կենտրոնանում, որ ամեն ինչ դառնում է մտքիցդ։ Այդ դրանից եղավ։ Բայց ոլորտը վստահաբար ճիշտ ոլորտ էի ընտրել առաջին փուլի համար, որովհետեւ ամեն դեպքում ակտիվ էի, հատկապես Մարիաննան։ Առաջարկում եմ տեսնենք արդյունքները։ Առաջին փուլում 8 միավոր վաստակում է Մարիաննան եւ 1 միավոր վաստակում է Լուսինեն։ Բրավո Լուսինե։ Շնորհավորում ես, չէ։ Այո, ես կոմորում եք այստեղ։ Շատ լավ էր, ապրեք իրականում, հատկապես Մարիաննան, Լուսինեին պետք է երկրորդ փուլում աշխատել արագության վրա։ Եվ Լուսինեն ընտրելու մյուս ինձ թվում է։ Ոչ, երկրորդ փուլում ոլորտը կրկին ընտրելու ես դու, որովհետև առաջատար ես դու Մարիաննա, այնպես որ կարող ես չելենջային ոլորտ ընտրել։ Գուցե Լուսինեին մի քիչ օգնես, գուցե հակառակը ավելի նեղը գցես։ Կուզես երկող բանաստեղծություն։ Հետաքրքիր։ Ասենք ոչ մեկս չենք սեղմել։ Կամ հայերեն։ Չէ, ոչ մի դեպքում, ոչ մի հայերեն։ Մար, որն ես ուզում։ Մի րոպե, հիմա հասկանում։ Կարող եք բարձրաձայն քննարկել, մտածել, համ էլ մենք էլ լցենք։ Արի բանը։ Ասա, դու կարող ես սա կամ սա։ Չէ, ոչ են։ Արի երկող բանաստեղծությունները ինձ շատ հետաքրքիր է։ Այդ ինչը։ Լավ։ Ես բանաստեղծությունները չեմ։ Հայերեն բանաստեղծություններ են, որոնք երգեր են հայտնի։ Ու որ ես երգեմ, շատ վատ է լինել։ Չէ, երգել պետք չի։ Կուզես ես կերքեմ, ավելի վատ կլինի։ Ես էլ կերգեմ այդ հետ, բայց երգել պետք չի։ Ափսոս, մենք եկել ենք երգելու։ Ընտրենք եւ Չելենջը, փորձենք։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն է երկող բանաստեղծություններ։ Ով է գրել Արի իմ սոխակ բանաստեղծությունը, որ դարձել է Կոմիտաս։ Ոչ։ Մարիաննա պատասխանիր։ Հա, գիտեմ։ Երգը, բառերը։ Ով է գրել հայ գրողներից։ Շիրազ։ Ոչ, Ռաֆայել Պատկանյան։ Ուշադրություն, որ հայ բանաստեղծն է թարգմանել Գյոթեի հայտնի վարդը ստեղծագործությունը։ Փոքրիկ տղան մի վարդ տեսավ։ Էտա չէ։ Հա։ Պատասխան ով է թարգմանել։ Հա, Միքայել Նալբանդյան։ Ոչ։ Լուս։ Սխալա չէ, Միքայել Նալբանդյանը իհարկե, չգիտեմ։ Հովանես Թոմանյան։ Օ։ Ուշադրություն, ով է հեղինակել ով կհանդիպի, ով կբարևի բանաստեղծությունը, որ դարձել է երգ։ Չորենց։ Ճիշտ է, բրավո։ Համոսահյանի, որ բանաստեղծության մեջ էր ասվում, իմ որոնածը աննյութեղեն էր, իսկ դու հողեղեն, հողոտ, հողածին։ Ես չեմ կարող հիշել։ Վերնագիրը Առաջին նախադասությունը իր վերնագիրն է հենց։ Չէ։ Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ։ Ով է իմ խաղաղ երեկոն է հիմա երգի խոսքերի հեղինակը։ Մարիաննա։ Երեկոն։ Տերյան։ Այո, ճիշտ է, Լուսինե, բրավո։ ապրես։ Հայ, որ բանաստեղծին են պատկանում, օգնիր ինձ Մարիամ, ես ետ մնալուց շատ եմ վախենում տողերը։ Սևակ։ Այո, ճիշտ է, Լուսինե, ավելի ակտիվ։ Ուղղակի ես այնքան չեմ սիրում Սևակին, որ այդ շատ լավ հուշում էր բոլորի կողմից սիրված։ Լուսինեի կողմից չսիրված։ Այո։
Ով է հեղինակել Լուսան Փոփի պես աղջիկ բանաստեղծությունն էլ Մարիամը ճիշտ է։ Ես զգում եք միայն Չարենցը պատասխանում։ Մենք հասկացանք։ Իմը Չարենցն է։ Չարենցը տենց է, էլի։ Միջնադարյան որ աշխուղ բանաստեղծն է գրել աշխարհումն իմ ընդունից։ Սայատնովա։ Ճիշտ է, բրավո։ Որ հայ բանաստեղծն է ախ ինչ լավ են սարի վրա երկի խոսքերի եւ երաժշտության ոչ հեղինակը։ Եվ խոսքերն էլ ա գրել եւ երաժշտությունը։ Բուհովեր նանուշ։ Բայց ասացի որ հետո կերքեմ։ Բայց ով ա գրե։ Հայ մեծանուն գրող։ Սարի վրա անցնում օրեր նանուշ ամենայն հայոց Թումանյան։ այո հուշեցի էլի մի քիչ բայց դե լավ վերջինը ով է մեր սիրո աշունը երկի խոսքերի հեղինակ Լուսինեն է առաջինը սխմել Խոսքերի։ Այս մեկը չեմ հուշելու Հա մի րոպե խոսքերի հեղինակը էլի գրողներից որ հուշեմ միանգամից կասես Դե հուշեք։ Չէ մի րոպե Հա գործից ուշանում հուշեք Ախր շատ པարզ հուշում ես մեկը որ ասեմ մեկից մեկ ասելու ես Չգիտեմ ասա Դե Տարբերակ մի հատ տարբերակ Սիրո աշուն։ Երկուսն էլ կարող եք պատասխանել ոչ Երևի։ Ես էլ էտերյան մտածում Բայց ինչ որ մեկին ասա այլ բանաստեղծ Չէ նենց մորթեմ Պարույր Սևակ Հա լավ Բասում եք իմանաս Այսքանն է Սևակը քոնը չի։ Ոբշե Բա դրա համար էի ասում Ես քեզ ասում եմ, այս ոլորտը չընտրեմ։ Եկեք տպավորությունների մասին կիսվենք Որ երկն է շատ ծանոթ ձեզ Բոլոր երգերը ծանոթ էին որպես երգ եւ նաեւ որպես բանաստեղծություն եւ Զուտ հեղինակին չէինք հիշում Հա իհարկե այդպես Իսկ որն էր որ տենց Հեշտ չի միանգամից հիշել ամբողջը։ Սայատնովան էր դե պարզա Մի հատ գիտեք ինչ Ես երկու Չարենցն էլ միանգամից Չարենցն էր, ճիշտ է, բրավո։ Չարենցի երկրորդ Սահյանը ծանոթ չէր, հա, Սևակը։ Սիրելի Բայց ինչու՞ չես սիրում Պետք չի դրա մասին իսկ հիմա հիմա խոսանք Ինչ-որ լիքը բաներ կան, որոնց մասին չես ուզում Շատ անձնական բաներ են Հա, չէ, բանաստեղծիչ Ես իմ սիրելը։ անձնական կյանքի մասին չեմ ուզում այստեղ խոսել Չէ, բայց գիտեք ինչ հասկացա Փաստորեն դպրոցում են որ ասում էին անգիր սովորել Պետք էր, չէ, երդվում եմ ու բաները ու բանաստեղծների այո, Իհարկե Ու բանաստեղծությունը սկսում էր ասել պետք է ասիր Հովանես, Շիրազ, նա Այո Կամ Պետք էր էլի դպրոցում ամեն դեպքում որովհետեւ սովորել բառերը հիշում ենք, բայց ով որն է գրել, բայց պետքա գնալ կրկնել Լուսինը անգիրները պետքա հետ սովորել այո Այսպիսի քննարկումներ մեր եթերում, իսկ հիմա տեղեկանանք արդյունքների մասին Մարիաննան վաստակում է 2 միավոր եւ Լուսինեն վաստակում է 3 միավոր Հա, չէ Շատ Բայց էլի լավ էր Անցնենք երրորդ փուլին, այստեղ արդեն անհատական եք մրցելու եւ միմյանց համար եք ոլորտներ ընտրելու, այնպես որ պետք է որ օգնեք միմյանց, որպեսզի յուրաքանչյուրը հայտնվեք ձուկը ջրում։ Մարիանա, որ ոլորտը կընտրես Լուսինեի համար։ Քննարկումներից ելնելով ինձ թվում է լավ կինոն կուզես։ Դավայ Մեկը տեղել եմ ֆեյլանելու Ֆիլմեր չես սիրում։ Շատ եմ սիրում։ Ուղղակի ֆիլմերի անուններ հիշել, դերասանների անուններ հիշել։ Դժվար է։ Հա։ Հասկացա, բայց դե լավ ընտրել ենք արդեն։ Հիմա դու ընտրիր Մարիաննայի համար ոլորտ։ Սպորտի դեմքեր։ Սպորտի դեմքեր։ Ճոնոջ։ Ոյ մամա, 7 տարվա բալետ։ Մար դու սպորտ շատ ես սիրում։ Այո։ Որտեղից է այդ սերը եկել։ Մի քիչ պատմիր։ Միշտ հետաքրքրվել եմ սպորտով, պրոֆեսիոնալ սպորտով երբեք չեմ զբաղվել, բայց միշտ հետևել եմ սպորտային իրադարձություններին, շատ փոքր տարիքից, այսպես հիշում եմ, որ եղբորս հայրիկիս հետ նստած ֆուտբոլ էինք նայում եւ այդպես բոլորով դարձանք երկրպագու մեր տանը ամբողջությամբ ֆուտբոլիստների նկարներ էր փակցված։ Մենք լրիվ հասկացանք, այնպես որ իդեալական ոլորտ է Լուսինե քո կողմից ընտրված։ Հուսով եմ ֆուտբոլի մասին հարցերը շատ կլինեն, բայց ես Մենք էլ ենք հուսով, բայց նաև որպես լրագրող եմ շատ ուսումնասիրել, ճիշտ է սպորտային լրագրող չեմ, բայց շատ հաճախ սպորտային իրադարձություններին անդրադարձել եմ տարբեր ձևաչափերում։ Սկսում ենք երրորդ փուլը, խաղում ենք Լուսինեի հետ։ Գնացինք կինոյի աշխարհ։ Ինչպես է կոչվում Հարի Փոթեր ֆիլմաշարի առաջին ֆիլմը։ Անունը չգիտեմ։ Բան, չգիտեմ ինչ կուբակ։ Հայերեն։ Գավաթ։ Ինչ գավաթ, բայց չգիտեմ անունը։
Հարի Փոթերը եւ Փիլիսոփայական քարը։ Քարը, հա։ Քարը։ Ինչպես է կոչվում Վրիժառուներ ֆիլմաշարի վերջին մասը։ Երեխեք վրիժառուներ ի՞նչ է, ռուսերեն։ Մստիտիլի։ Ինչ որ վերադարձի հետ կապված բան։ Չէ՞։ Չէ, ուղղակի վերջին մասը։ Վերջին մաս, վրիժառուները վերջին մաս։ Մոտ էր, բայց ոչ, Վրիժառուները վերջնախաղ։ Շատ մոտ է։ Ով է Տաքսի ֆրանսիական ֆիլմաշարի սցենարի հեղինակը։ Բանը։ Միշտ լսած կլինես իր Որ անունը։ խաղում է, չէ։ Չէ։ Լյուկ Բեսոն, Այո։ որ ֆիլմում է Լեոնարդո Դիկապրիոն մարմնավորում Ջորդան Բելֆորտին։ Օ, բաննա։ Ոյ, ասում եմ, անուն չեմ կարա հիշեմ։ Ձեր ընտրած ոլորտն է, երեխեք։ Հա, բայց հայերեն։ Դե տենց օս։ Ոչինչ անգլերեն ես հասկանում։ Այո, ճիշտ է, Wall Street-ի գայլը, ճիշտ է։ Ինչ անուն ունի Մատանիների տիրակալը ֆիլմաշարի գլխավոր հերոս Հոբիթը։ Իր անունը Հոբիտ չի։ Այդպես էին ասում, բայց անուն ուներ։ Ես փաս։ Ես էլ փաս, որտեվ ես Ֆրոդո Բեգինս, որ ֆիլմում է Թոմ Հենքսը մարմնավորում Չակ Նոլանդին, ով հայտնվում է անմարդաբնակ կղզում։ Անուն, Մարիաննա հուշիր։ Ասա, եթե հիշում ես։ Այն բանի Պատասխան չկա։ արտաքսվածը։ Հայ, իսկ ռուսերեն։ Ռուսերեն կարող ես ասել։ Իսկ Հա, ինչ որ տենց մի բան։ Ինչպես է կոչվում այն ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսուհին ապագայի Պանեմ պետության քաղաքացիների հետ մասնակցում էր մահացու խաղերի։ Մահացու խաղերը։ Ինչ խաղերը։ Մահացու խաղերը։ Ոչ, քաղցած խաղերը։ Գալոդնեի իգրի։ Ինչպես է կոչվում Ջեյմս Բոնդի գործակալական համարը։ Սա եթե չասես, ես չգիտեմ, գնում եմ։ 007։ Այո, ճիշտ է։ Ինչպես է կոչվում այն ֆիլմը, որտեղ Ջեյսոն Սթեյթեմը մարմնավորում է նախկին հատուկ ջոկատայինի, որ աշխատում է որպես վարորդ։ Դե ասա։ Պիրիվոժչիկ։ Փոխադրող, այո, ճիշտ է։ Ես ռուսերենը գիտեի։ Հաշվենք, օգնենք Լուսինեին։ Մեր Լուսինեն է օգնի։ Մեր Լուսինը։ Վերջինը Լուսինը, քանի մասից է բաղկացած մինչև այժմ թողարկված Տերմինատոր ֆիլմաշարը։ Քանի մաս ունի։ 3։ Չէ։ Ոչ, 6։ 6։ Այո, Վերջինները շատ է։ ես չեմ տեսել։ Ես իմ մանկության Ես էլ իմ մանկության, բայց քանի որ իմ մանկությունը մի քիչ ավելի հեռու է քոնից։ Հասկացանք ձեր տարիքը, երեխեք։ Մենք ամեն ձև ուզում ենք տարիքը չասել, դուք բացահայտեցիք։ Լուս, տպավորությունները։ Հրաշալի։ Բայց պետք չէր, չէ՞, այս ոլորտը երևի ընտրել։ Ինձ թվում էր դա քո Չէ, ընտիրը, չէ, ինչի։ Մենք ի սկզբանե պայմանավորվել ենք, չէ՞ որ եկել ենք ստեղ ինչի համար։ Հրաշալի գնում ամեն ինչ, այո։ Բայց ինձ թվում է հիմա, որ Մարիաննան սկսի սպորտի աշխարհի հարցերին պատասխանել, գուցե փոխվի ամեն ինչ, տեսնենք։ Արգենտինացի, որ ֆուտբոլիստն է 1986 թվականի աշխարհի առաջնությանը Անգլիայի դեմ խաղում խփել պատմության ամենահայտնի գոլերը՝ Աստո Զերքա եւ Դարի գոլը։ Մարադոննա։ Ճիշտ է, բրավո։ Որ բրազիլիացի ֆուտբոլիստն է պատմության մեջ միակը, ով դարձել է աշխարհի եռակի չեմպիոն։ Պելե։ Բրավո։ Իսպանացի, որ թենիսիստն է ստացել գրունտի արքա մականունը Ռոլան Գարոսի մենախաղերում ռեկորդային Իմ սիրելի Նադալ։ Այո, բրավո Մարիաննա, հիացնում ես։ Ամերիկացի, որ բռնցքամարտիկն է 20 տարեկանում դարձել պատմության ամենաերիտասարդ ծանրաքաշային չեմպիոնը եւ հայտնի է որպես երկաթե Մայք մականունով։ Թայսոն։ Բրավո։ NBA-ի ամերիկացի, որ բասկետբոլիստն է հայտնի Լոս Անջելես Լեյքերսում Կոբի Բրայանտի հետ ունեցած հզոր տանդեմով։ Շաքիլոն։ Այո, բրավո։ Ամերիկացի, որ մարզիկն է համարվում գոլֆի պատմության մեջ գրանցած 15 հաղթանակով։ Պատկերացում չունեմ։ Tiger Woods։ Ֆրանսիացի, որ ֆուտբոլիստն է 1998-ին դարձել աշխարհի չեմպիոն, սակայն իր կարիերան ավարտել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում, մրցակցին գլխով հարվածել, այո։ Մենք վերջը պատմեմ։ Պատմիր, Մարջան, պատմիր։ Պատասխան։ Զինեդին Զիդան։ Ճիշտ է, բրավո։ Կանադացի, որ հոկեյիստն է հայտնի Sid the Kid մականունով, ով 3 անգամ նվաճել է Stanley գավաթը եւ 2 անգամ դարձել օլիմպիական չեմպիոն։ Ցավոք հոկեյից եմ շատ թույլ։ Սիդնի Քրոսբի։ Աֆրիկացի, որ ֆուտբոլային լեգենդն է 1994 թվականին աշխարհի առաջնությանը 42 տարեկանում գոլ խփելով դարձել մունդիալների պատմության ամենատարեց գոլի հեղինակը։ Ռոջեր Միլը։
Ռուս որ թենիսիստուին է հաղթել մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում, առաջին անգամ հռչակվելով Ուիմբլդոնի չեմպիոն 17 տարեկանում։ Շարապովա։ Ճիշտ է։ Միացար չէ՞ ես արդեն։ Նայի, մոտենում է սպորտին։ Այսքաններ Մարիանա, իսկապես բրավո, հիմնական հարցերին ճիշտ պատասխանեցիր, ինչպես եւ կրահում էի ես։ Դու գոհ ես ոլորտից։ Ստված ասել եք դու գենի ես։ Դե դա պարզ է, էլի ինչ ասեմ։ Չէ, շատ հեռու եմ դրանից։ Միայն ֆուտբոլն է իմը։ Դե բայց կիսվիր տպավորություններով։ Դե շատ հավես էր, հետաքրքիր էր, նաև ինձ համար հետաքրքիր էր, որովհետև միշտ այսպես հեռուստացույցով դիտել եւ արագ պատասխանել շատ հեշտ է ստացվում եւ ինձ համար հետաքրքիր էր արդյոք կարող եմ տաղավարում այդ հարցերին պատասխանել։ Փաստորեն ստացվում է այդքան էլ վատ չի ամեն ինչ։ Չէ, իսկապես շատ լավ էր ու ինձ թվում է այս երրորդ փուլով արդեն դու խաղի հաշիվը փոխեցիր եւ տեսնենք թե այսօր ի վերջո ով է հաղթում։ Նախ իմանանք երրորդ փուլի արդյունքները եւ Ես ապա միշտ հաղթում եմ, ոչ մի ամփոփենք խաղը։ 7 միավոր վաստակում է Մարիաննան, 3 միավոր Լուսինեն։ Այսպիսի երրորդ փուլ ունեցանք։ Ընդհանուր խաղի արդյունքներն են 17 միավոր վաստակում է Մարիաննան, 7 միավոր վաստակում է Լուսինեն եւ այսօր հաղթում է Մարիաննան, բրավո, Մարիանա ծափարենք։ Հաղթում է մեր ընկերությունը։ Այսօր եւ Դե լավ, ինչ համեստություն ես անում։ 17 միավոր վաստակել ես։ Բայց 7-ը շատ է դուրս գալիս։ 7 տարի բալետ, նայի։ 7 միավոր դու, 17 ինքը։ Իմ նիկնեյմն Բա մի հատ էլ 7 17 կար։ -ով է։ Մի հատ էլ 7-ի մասին խոսացինք ինչ որ։ Մենք 7 տարի է իրար ճանաչում ենք։ Օ, ահա։ Տեսեք, 7-ը լավ թիվ է։ Այո, շատ։ Դե ինչ իհարկե խաղի վերջում մենք չենք կարող հաղթողին թողնել առանց նվեր, սիրով քեզ ենք հանձնում այս գիրքը Մարիաննա, կարող Որը ես հետո տեսնել, ես է արդյոք կկարդամ։ հավանում ես, իհարկե։ Հա, Կապան մի քիչ բան ծանոթ լինեմ էլի։ Մտածել կրկին։ մեծ հաճույքով կկարդամ։ Ինչ լավ է որ չես կարդացել։ Չեմ կարդացել։ Շատ լավ է։ Ուրախ եք, Շատ գոհ շնորհակալ ենք։ Շատ լավ նվերի համար։ Ֆանտաստիկ էր երեխեք, ամեն ինչ ֆանտաստիկ։ Մենք էլ շնորհակալ ենք լավ դրական էմոցիաների համար եւ իհարկե անկեղծության համար եւ կատարվեց, հա, խայտարակվեցինք, թե չէ։ Պես լավ էր, այդքան էլ չէ։ Ես ինձ հայտարարված եմ համարում։ Ինչու՞։ Հայ բանաստեղծների մեծ Դե մասը լավ, չկարող սպորտից հետո էլ այդ չենք հիշում։ Մեր հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին Կխնդրենք այս չեն հաղորդումը դիտի։ Այսպիսի թեժ քննարկումներ մեր տաղավարում այսօրվա խաղի արդյունքում շնորհակալ ենք սիրելի դիտողներ մեզ հետ լինելու համար եւ այս դրական էմոցիաները մեզ հետ կիսելու համար։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։